Ամերիկայի ադմինիստրացիաները, երբ որ դեմոկրատները եւ հանրապետականները իրար փոխում են, մեր մեջ տպավորություն կա, թե ինչ որ էական բան կարող է փոխվել։ Բայց Ամերիկան ունի մեկ հիմնական ուղղություն, այո, ռազմավարությունը, այդ ռազմավարությունը հետեւյալն է՝ հարստանալ, աշխարհի ռեսուրսները քամելով բիզնես անել եւ հարստանալ։ Հիմա դեմոկրատները մի քիչ էսով են անում, հանրապետականները մի քիչ էսով, բայց մեծ հաշվով իրենք իրար լրացնում են։ Եվ ԱՄՆ-ի ազդեցության տարածումը աշխարհում։ Հիմա որ օրինակ նայում ես, Տրամպը շատ հաճույքով խաղում է Բայդենի ադմինիստրացիայի թափած ջանքերի արդյունքը Ուկրաինայում։ Եվ Տրամպը նորից երկու տարբերակ ունի, երկուսն իրեն ձեռնտու է վերջացնենք պատերազմը, վերջնական բերքը վերցնեն, չէ, մի քիչ կշարունակվի բերքը հետո կվերցնենք։ Ես բնականաբար հետևում եմ Հայաստանում ուկրաինական այս պատերազմի նկատմամբ հետաքրքրությունը շատ է ընկած, բայց Հայաստանի ընդհանուր մինչև իրադարձությունների գաղտնիքը հիմա եւս շարունակում է մնալ Ուկրաինայում։ Այն ընդհանուր մինչև մեր ներքաղաքական զարգացումները Ուկրաինայով կարող են պայմանավորվել, որովհետեւ եթե Ռուսաստանը դժգոհ մնա Ուկրաինայի հանգուցալուծումից, իսկ ակնհայտորեն ամեն ինչ դրան է տանում, որ ինքը դժգոհ է մնալու, փորձելու է գոնե հարավային Կովկասում դիրքերը հետ բերել։ Ի վերջո, նրա համար չէ Արցախը Ադրբեջանի հետ միասին մեր ձեռքից վերցին, որ դա բաժին հասներ Բաքվին։ Հասկանում եք, հələ Ռուսաստանի աչքերով նայեք, իրանք 200 տարի առաջ Արինով ու Քրտինքով եկան, Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրեր կնքեցին, վերցեցին հարավային Կովկասը, որ հիմա Ադրբեջանին տան։